Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո, գրել է վարչապետը։ Կկնքեն ի վերջո խաղաղության թուղթը երբ և որտեղ։ Երկուստեք հաստատում են 17 կետերով փաստաթուղթը համաձայնեցված է, բայց սա փաստորեն ամենևին էլ չի նշանակում, որ մնացել է ստորագրումը, շարժումը գրիչով։ Ալիևը շարունակում է վերջնագրերի շարքը, նրա սիրտը Զանգեզուր կոչվածն է ուզում է, որ փոխենք մեր մայր օրենք սահմանադրությունը։ Հարց է, թե դեռ էլ ինչեր է ուզելու։ Պատրվակներ են անշուշտ, նա շարունակում է մանևրել, ստել։ Ասում էին անցած նոյեմբերին քոփից հետո հնարավոր է ստորագրվի, հետո ասում էր կստորագրվի, եթե բոլոր կետերը համաձայնեցվեն։ Մոսկվայում էր ասում ռուսական լրատվամիջոցին։ Երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Երբ ամբողջը համաձայնեցվի։ Նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսը զանգել է Բաքու խոսել Ալիևի օգնական Հաջիևի հետ։ Ինչ է խոսել Ուոլթսը Հաջիևի հետ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնական հանգրվանին հասցնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու ուղղությամբ։ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն եւ բարգավաճում կբերի աշխարհին եւ մենք չենք դադարի աշխատել, մինչեւ դա տեղի ունենա։ Աշխարհն ակտիվացավ, երբ իմացավ ի վերջո համաձայնություն կա, ողջունում էին։ Չէր սպասում Ալիևը։ Հիմա ինչ հնարքի է դիմում։ Բաքվի լրատվամիջոցները հատկապես նրանց պաշտպանության նախարարության հետ ասոցացվող վերջին օրերին անընդմեջ կեղծ լուրեր էին տարածում, թե իբր Հայաստանը պատրաստվում է հարձակման։ Բացարձակ չեն անդրադառնում փաստին, որ Բաքուն մերժում է Երևանի առաջարկը ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ։ Պարզ ասած, Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի համատեղ հետաքննություն կատարվի, եղել է հրադադարի խախտում, թե ոչ։ Ադրբեջանը ըստ մասնագետների չի ձգտում դրան, որպեսզի շարունակի Հայաստանին մեղադրել պատերազմ հրահրելու մեջ եւ այդ սուտը օգտագործելով ռազմական ագրեսիայի գնա։ Ուշագրավ է, որ սուտը ձևակերպում են, թե հայկական զինուժը կրակ է բացել սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ, իսկ սա այն հատվածն է, որտեղ Բաքուն ձգտում է Զանգեզուրի միջանցք կոչվածին։ Ադրբեջանն եւ Թուրքիան չունեն նպատակ Հայաստանի հետ ունենալ խաղաղ հարաբերություններ, նորմալ հարաբերություններ։ Իրանց նպատակը Հայաստանը ոչնչացնելն է, թե իրենք դա կարող են հասնել այդ նպատակին ունենալով որևէ փաստաթուղթ, այդ փաստաթուղթը կստորագրեն։ Եթե այդ փաստաթուղթը իրանց սահմանափակելու, ապա չեն ստորագրելու ու արդեն հողի վրա են այդ քայլերը ձեռնարկելու։ Ամեն Ադրբեջանի բավարարված պահանջը Հայաստանին ինչ որ իմաստով զինաթափում է։ Հանրահայտ է, որ խաղաղության այդ փաստաթղթում սահմանադրության փոփոխության հարց չկա։ Հանրահայտ է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը առանձնացված է եւ բոլորովին այլ քննարկման նյութ է, եւ ուրեմն ինչու է Բաքուն ասում վաղ է խոսել ստորագրման տեղի ու ժամի մասին։ Հիմա էլ հայտարարում է, թե Հայաստանը պետք է բացի Զանգեզուրի միջանցքը ստեղծի ապա ռազմականացված գոտի, ապա մոնտաժի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։ Նա նախազգուշացրել էր, եթե Հայաստանը չկատարի այս պայմանները, Ադրբեջանը կարող է դուրս գալ խաղաղության պայմանագրից։ Նա նոր բաներ է մոգոնում, ով ի վերջո կզսպի Ալիևին։ Նամակ է գրել ու վերջնագիր ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին երկամսյա վերջնաժամկետ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար։ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը եւ չբանակցի, ապա իր միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան։ Այսպիսի սցենարը նորություն չէ Իրանի համար, վտանգներից չի վախենում։ Թեհրանից փորձագետ է ասում, եթե գործը հասնի ռազմական բախման, ապա Իրանը չի վարանի արժանի հակահարված տալ։ Իրանը ճանաչելով այս մյուս կողմը եւ դարիներ շարունակ ինքը պատրաստ է նման սպառնալիքներին չզուգացնելու համար եւ Իրանը իր դիրքերը չի թույլատնի եւ ինքը ամուր իր դիրքերի վրա իր կարմիր գիծերի վրա կմնա։ Մեր հարևան Իրանի շուրջ այս վտանգավոր զարգացումներին զուգահեռ կարծես իրականում հողի վրա առաջ չեն գնում Երևան-Բաքու հարաբերությունները։ Խաղաղության փաստաթղթի հաստատման լուրը իր փայլն արագ կորցրեց, երբ Ադրբեջանից ասացին ստորագրման համար կարևորը ոչ թե հենց փաստաթուղթն է, այլ նախապայման
պայմանները, որոնք Հայաստանը պիտի կատարի։ Մյուս կողմից սկսեցին ստեր տարածել, թե Հայաստանը կրակում է սահմանին։ Բացահայտ ցույցը հետքեցին մեր երկրում եվրոպական դիտորդները։ Հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որ մեր զինված ուժերը կրակելու հրաման չունի, հավելեցին՝ խաղաղության օրակարգին մնում ենք հավատարիմ, նաև պատրաստ ենք Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող ճանապարհ տրամադրել։ Այսօր էլ Փաշինյանը Facebook-ում նոր առաջարկ արեց Ալիևին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Պաշտոնական Հայաստանը շտապում է, նույնը դժվար է ասել Ադրբեջանի մասին։ Ալիևը դեռ ժամանակ է ձգում, մտքից չի հանում Զանգեզուրի միջանցք կոչվածը։ Իդեպ այստեղ Ադրբեջանի լուրջ հակառակորդը Իրանն է, որը կարող է ամերիկյան սցենարով Ադրբեջանի բարեկամ Իսրայելի հետ հակամարտության ճակատ ունենալ։ Այստեղ էլ ըստ քաղաքագետի պարզ է կշահեն մեր հարևանները։ Մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների քաղաքականության ամենակարևոր երկիրը դա Իսրայելն է, ամեն ինչ ենթարկվում է Իսրայելի շահերին, իսկ Իսրայելի թշնամին Իրանն է, այսինքն մի կողմից մենք ունենք Իսրայել, Ադրբեջան, Թուրքիա, Միացյալ Նահանգներ, Բրիտանիա դաշինքը, մյուս կողմից մենք ունենք Ռուսաստան եւ Իրան դաշինքը։ Ցավոք սրտի մեզ համար մեր թշնամիները այդ առաջի դաշինքի մաս են կազմում։ Եթե պարզ ասենք, ապա Իրանը հնարավոր հարձակման դեպքում ստիպված կլինի կռվել մի քանի թշնամու դեմ, ու որպես տարածաշրջանային խաղացող չի կարող որևէ սաստման մեխանիզմ գործի դնել Ադրբեջանի նկատմամբ։ Բացված պատուհանը կարող է օգտագործել Ալիևը, ինչի համար էլ հող է նախապատրաստում նաև հիմա։ Իրանը այն վերջի պետությունն է, որը դեռ դիմադրում է Իսրայելի էքսպանսիային մեր ռեգիոնում։ Եվ եթե դա լինի, կամ դրանից առաջ, կամ դրանից հետո, Ադրբեջանը կարող է ուժ գործածել, դա բարենպաստ իրավիճակ կստեղծի Ադրբեջանի համար հարձակվել Զանգեզուրի վրա։ Աշխարհաքաղաքական այս պայմաններում դժվար է ասել, ինչ հաշվարկներ ունի Հայաստանի իշխանությունը, երբ օրը մի քանի անգամ Ալիևին հրավիրում է խաղաղության պայմանագիր ստորագրելու, եւ ինչ հաշվարկներ ունի Ծավալապաշտ Ալիևը, որի խոսքում միայն սպառնալիք ու մերժում ու պահանջներ ու սուտ է։ Համագործակցության 0 տար կա ու ինչպես ինքն է ասում, զրոյական վստահություն Հայաստանի նկատմամբ։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախ X-ում գրեց. Սկսվել է Հայաստան իր այցը G7-ի եւ Եվրամիության երկրների դեսպանների հետ։ Գրառման մեջ հստակ ընդգծեց. Հայաստանի ժողովրդավար դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը։ Հետո Իջևանում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը պատասխանեց լրագրողների հարցերին։ Պաշտոնյան ցանկանում է, որ Ադրբեջանը օր առաջ կնքի խաղաղության համաձայնագիրը, որովհետեւ ինչ խնդիրներ կային, լուծվել են հայկական կողմից։ Ռասմուսենը նաև շատ մտահոգված է Ադրբեջանի հռետորաբանությամբ, բայց որևէ փաստ չունի։ Այդ երկիրը պատրաստվում է որևէ ռազմական սադրանքի։ Կրկին ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը իր կողմից փոխանցի Ադրբեջանին ուղերձ, որ որևէ ռազմական գործողություն չի կարող ընդունելի լինել միջազգային հանրության կողմից։ Պաշտոնյան համոզված է, որ Կովկասում խաղաղության հասնելու հնարավորություն կա, այն պետք չէ կորցնել, բայց կոչեր շատ ենք լսել, նշում են հայ լրագրողները, հետաքրքրվում, ինչ կարող են անել օրինակ եվրոպական երկրները կամ խոշոր կառույցները Ադրբեջանին սաստելու համար։ Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը դաս է քաղել ու իր կողմից առավելագույն ճնշումը կգործադրի Ադրբեջանի վրա։ Եվրամիությունը էներգետիկ ոլորտում բավականին սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ եւ ես կարծում եմ, որ Եվրամիությունը պետք է արդյունավետ օգտագործի այդ լծակը, որպեսզի Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքի Հայաստանի հետ։ Ռասմուսեն գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահը չգիտի, թե ինչն է պատճառը, որ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը ու փորձում է խուսափել խաղաղության պայմանագիր ստորագրելուց, բայց ուսումնասիրել են նաև հայկական խաղաղության խաչմերուկ առաջարկը, ասում է դա նաև Ադրբեջանի շահից է բխում։ Իրականում ես կարծում եմ, որ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացումը բխում է Ադրբեջանի շահերից։ Եկեք մտածենք ավելի գլոբալ հարցերի իրագործման մասին, այստեղ խոսքը գնում է ճանապարհների, երկաթգծերի, ազատ անցումների, կապերի զարգացման մասին, բայց նաև խոսք է գնում Հնդկաստանի եւ Եվրոպայի միջև կապի մասին, եւ աշխարհագրորեն Ադրբեջանը կարող է շատ կարեւոր դեր խաղալ։ Ավելին, կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը բխում է Ադրբեջանի շահերից, որովհետեւ այն կհեշտացնի Ադրբեջանի կապերն աշխարհի հետ։ Եվ ինչ խաղաղություն առանց գերիների վերադարձի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ խաղաղություն կնքելու դեպքում Բաքվում գտնվող հայերին պիտի անհապաղ վերադարձնեն։ Բայց ինքը Ռասմուսենն էլ գիտի, մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Կառավարությունը չզեկուցվող հարցերի քննարկման շարքում որոշում է ընդունել ըսվորի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի մարգարեանցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։ Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետության ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ, ասված է հայտարարության մեջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ազգային պաշտպանության համալսարանին ցամաքային ռազմական քոլեջում ելույթի ժամանակ Իսրայելին ահաբեկչական պետություն է անվանել։ Անդրադառնալով Գազայի հատվածին իսրայելական հարվածների վերսկսմանը Էրդողանը նշել է, որ անցած գիշեր Գազայի վրա իր դաժան հարձակումներով սիոնիստական ռեժիմը հերթական անգամ ապացուցել է, որ այն անմեղ մարդկանց այլունով սնվող ահաբեկչական պետություն է, ասել է Էրդողանը։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի ուժեղացնել դիվանագիտական ջանքերը կոտորածը դադարեցնելու, հրադադարը վերականգնելու եւ խաղաղություն հաստատելու համար։ Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան եվրոպական երկրներին կոչ է արել չթերագնահատել այն սպառնալիքը, որը բխում է Ռուսաստանից։ Նրա խոսքով դա վերաբերում է Եվրոպայի բոլոր երկրներին։ Իհարկե, Ռուսաստանի հարևան երկրներն ավելի շատ են անհանգստացած Ռուսաստանով, դա ակնհայտ է, բայց սպառնալիքը, որին մենք բախվում ենք, վերաբերում է բոլորիս, ասել է Կոշտան։ Նրա խոսքով հենց այդ պատճառով է Եվրոպան շարունակում սատարել Ուկրաինային։ Հանրապետության պաշտպանությունը ծառայում է եվրոպական անվտանգության շահերին, կարծում է քաղաքական գործիչը։ Նախագահ Թրամփը պատրաստ է անել ամեն ինչ, որ Իրանը միջուկային զենք չունենա, հայտարարել է Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մեզ համար անընդունելի է այն աշխարհը, որտեղ Իրանն ու այաթոլաները, այդ կրոնական մոլերանդները միջուկային զենք ունենան, ընդգծել է Ռուբիոն։ Տեղեկություններ կան, որ Թրամփը 2 ամիս ժամանակ է տվել Իրանին միջուկային նոր համաձայնագիր կնքելու համար։ Թուրքիայում ով չի ցատկում Թայիփե վանկարկումներով ուղեկցվող բողոքի ցույցերից հետո սկսվել է կաթսաներով ակցիա։ Մայրաքաղաքի բնակիչները իրենց բնակարաններից կաթսաներով ու թավաներով աղմուկ են բարձրացրել, բողոքելով քաղաքապետի եւ 2027 թվականի նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից Իմամօղլուի վերջին ձերբակալության դեմ։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը 2.5 ժամ է տևել։ Գերտերությունների ղեկավարների համաձայնությունը չի հասել մինչև կրակի ժամանակավոր ամբողջական դադարեցում, բայց բանակցությունների ընթացքում համաձայնել են 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին եւ բանակցություններ սկսել Սևծովի անվտանգության եւ ծովում կրակը դադարեցնելու հարցով։ Նաեւ գերիների փոխանակման շուրջ համաձայնություն կա 175-ի դիմաց։ Մենք պայմանավորվել ենք անհապաղ հրադադարի հաստատման մասին էներգետիկայի եւ ենթակառուցվածքների բոլոր ոլորտներում, գիտակցելով, որ կշարունակենք աշխատել լիակատար հրադադարի հասնելու եւ ի վերջո Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմին վերջ տալու համար։ Թե Կրեմլը, թե Սպիտակ տունը հաստատում են նախագահները պատրաստակամություն են հայտնել պատերազմը ավարտելու ուղղությամբ։ Դրական տեղաշարժ իհարկե կա, բայց ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Քաղաքագետն ասում է, գոնե մինչև հիմա տպավորությունն է այդպիսին, թե հակամարտությունը մոտ է եզրագծին, բայց դրա համար դիվանագիտական երկխոսությունը պակաս է, զիջման ու վստահության մասին խոսք անգամ չկա։ Էլի կարող է հաջողության հասնել, պայմանավորվածության կան, բայց որ պատերազմը կանգնեցնելու համար նախադրյալներ չեն տեսնում, որովհետև Ուկրաինան եւ Ռուսաստանը չեն նստում միմյանց։ Երկուսն մտածում են, որ նույնիսկ այդ 30-օրյա դադարը կարող է օգտագործվի վերազինվելու ժամանակ շահելու համար։ Փորձագետն ասում է, միայն այն միակ պայմանը, որով Պուտինը կհամաձայնի վերջ դնել հակամարտությանը, ընդունելի չէ ուկրաինական կողմի համար։ Նա պատրաստ է կանգնել մի պայմանով, որպեսզի կողմերը կանգնեն այդ բնակեցերում, որտեղ որ գտնվեն, այդպես դադարեցնի պատերազմը։ Դրան համաձայն չէ Ուկրաինան, ասում է, որ եթե նույնիսկ այդ պայմաններով համաձայնեն հրադադարի, Ռուսաստանը այդ ժամանակահատվածը օգտագործելու է նորից վերազինվելու համար եւ որևէ երաշխիք չկա, որ մի քանի տարի հետո նոր արձակում չի գործելու։ Թրամփ-Պուտին այս մտերմությունը չէ, որ կարող է իսկապես վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը, պետք է կողմերի գրպանին կպնել։ Նավթի համաշխարհային գների վրա Թրամփի ազդեցության արդյունքում ըստ քաղաքագետի հնարավոր կլինի Ռուսաստանին զրկել նավթային ու գազային փողերից, այդպիսով միայն կանգնեցնել հակամարտությունը։ Հիմա թեև դիվանագիտական քաղցրախոսությանը կրակի դադարի մասին վաղ է պնդումներ անել։
Ռուբեն Վարդանյան Դոն Կիխոտն ու վիշապները այսպես է վերնագրված Արցախի նախկին պետնախարար Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին պատմող նոր գիրքը։ Առաջին անգամ ներկայացվող փաստեր, նորահայտ վկայություններ եւ փաստաթղթեր կան գրքում։ Հեղինակը ներկայացրել է նաեւ հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ Վարդանյանի հայացքների էվոլյուցիան։ Զրույցում նա ասել է վստահ չէ, թե Ռուբենին դուր կգա իր մասին գիրք գրելը, բայց հիմա առավել կարևոր է, որ մտածող մարդիկ հնարավորություն ունեն նորովի բացահայտել Ռուբեն Վարդանյանին։ Մարդիկ ընթերցելուց այդ դինամիկան կտեսնեն, որովհետև օրինակ 2013 թվականին, երբ մենք սկսեցինք իր հետ աշխատել, առհասարակ օրինակ հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ այդպիսի գլոբալ գաղափարներ ինքը չէր քննարկում։ Կարծում եմ, որ ջրբաժանը կամ Ռուբիկոնի 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, որից հետո ինքը արդեն սկսեց բաց խոսել այն մասին, որ մենք այսպես այլևս չենք կարող շարունակել եւ պետք է շատ բան փոխենք, որպեսզի կարողանանք դիմակայել այն ռիսկերին, որոնք կան, ուստի ես կարծում եմ, որ մարդիկ փոխվող Ռուբեն Վարդանյան կտեսնեն գրքում, մարդ, որը այսպես մեկ տեղում չի մնացել եւ անընդհատ մտորել է եւ այդ մտորումները իրեն եւս փոփոխել են։ 2018 թվականից աղմուկ աղաղակով հարուցված քրեական գործեր կան, որոնք դեռ նախաքննության փուլում են։ Ավելի քան 7 տարի այդ գործերը իրավապահ մարմինների դարակներում են պահվում։ Մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք այդ քրեական գործը, որ տենց լրատվականների առաջին էջերում էր, բա ինչ եղավ եւ ստանում ենք մի կարճ տեղեկանք, նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է։ Այս հայտարարությունները Փաշինյանն արեց ակնկալելով, որ հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանի կոռուպցիայի դեմ պայքարը շատ ավելի էֆեկտիվ լինի։ Կառավարությունը, պետական բյուջեն, այդ թվում ժողովուրդը հակակոռուպցիոն կոմիտեի վրա ահռելի եւ էական ներդրում է իրականացրել։ Եվ ուզում եմ հիշեցնել նաև, որ առաջին անգամ հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացքում էր, երբ որ աշխատավարձերի այդպիսի բարձր մակարդակ սահմանվեց, այն ակնկալիքով, որ կառավարության քաղաքական կամքը հակակոռուպցիոն քաղաքականության եւ պայքարի առումով ինչ որ ավելի ինստիտուցիոնալ կարտահայտվի։ Փաշինյանը փաստում է նման իրավիճակ է նաև քննչական կոմիտեում։ Կամ մեղավորներ, թող մեղավորների նկատմամբ համապատասխան ընթացակարգը ապահովի։ Համընդհանուր հայտարարագրման համակարգին ներդրման առաջին փուլից հետո վերլուծություն կիրականացվի, հասկանալու ինչպես կարելի է համակարգը զարգացնել, որպեսզի այն ոչ թե դառնա ավելորդ բեռ քաղաքացիների համար, այլ ըստ ֆինանսների նախարարի դառնա հնարավորությունների պատուհան։ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ նոյեմբերի 1-ից կկարողանան լիարժեք ապահովել նույնականացման քարտերի թողարկումը։ Պայմանավորվել ենք, եթե հանկարծ կլինի դեպք, որ սահմանված ժամկետից մարդը համընդհանուր հայտարարագիր չի լրացնի նույնականացման քարտի համար դիմաց լինելու եւ մեր պատճառով ստացած չլինելու բերումով իր համար ոչ մի նեգատիվ հետևանք, ոչ սոցիալական կրեդիտների մասով, ոչ էլ հայտարարագրի լրացրած չլրացրած լինելու մասով չի ծագի։ Իրավական համակարգից անցում մշակութային ոլորտին, այստեղ էլ դժգոհություն ունի Փաշինյանը։ Նա նկատել է, որ թանգարաններում անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը շատ քիչ է ներկայացված։ Գրում ենք մեր թանգարաններ, պատկերասրահներ, տեսնում ենք 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի, 20-րդ դարի կեսի եւ այլն խորհրդային միություն եւ անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված, բայց անկախությունից հետո բանա, բաց է, վակուում է, չկա էլ ոչ մի բան։ Հայաստանում կայացած չէ նաև մշակութային աճուրդների դաշտը, այն բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում։ ԿԳՄՍ-ն առաջարկում է նոր նախագիծ, որով նախատեսվում է ապահովել արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը, ընդհանուր միջավայրի կայացումը։ Այն կնպաստի ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը եւ շրջանառության ընդլայնմանը։ Մեխանիզմը, քանի որ վստահ եմ, որ շատ թափանցիկ է լինելու եւ հրապարակային, դա նշանակում է, որ այս էլեկտրոնային հարթակը ամբողջ աշխարհի համար հուսալի մեխանիզմ է դառնում, այսինքն պոտենցիալ պահանջարկը մեր արվեստի գործերի նկատմամբ
շատ էականորեն աճում է։ Կառավարությունում համարում են, որ եթե հաջողվի փորձառու եւ հեղինակավոր օպերատոր ներգրավել, Հայաստանի արվեստի շուկան կդառնա համաշխարհային շուկայի մաս, այսինքն հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում ավելի մեծ ներկայություն ունենալ։ Հայաստանի Հանրապետության բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Պաշտոնական Երևանն արդեն վարչապետի աշխատակազմի մակարդակով է պատասխանում ադրբեջանական ստերին, որ 3 օր է անընդմեջ տարածում են, թե հայկական կողմը կրակ է բացել սահմանին։ Տարածած հաղորդագրության մեջ ոչ միայն հերքում կա, այլ նաև վերահաստատում, թե ուժի մեջ է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին հայկական առաջարկը, բայց քաղաքագետը հերկման մասին այս հայտարարության մեկ այլ հատվածի վրա է ուշադրություն հրավիրում, որտեղ Երևանը Բաքվին հիշեցնում է, թե պատրաստ ենք ճանապարհ տալ։ Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաև, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ եւ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստանի հարավային հատված հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ Քաղաքագետն ասում է, եթե հայկական կողմը էսկալացիայի նախապատրաստման վտանգ չտեսներ, ապա կբավարարվեր միայն պաշտպանության նախարարության հերքումներով, բայց այս դեպքում ունենք ոչ միայն հերքում վարչապետի աշխատակազմից, այլ նաեւ այսպես ասենք ակնարկ, թե ինչով կարող է պայմանավորված լինել ադրբեջանական սադրանքը։ Այսինքն ադրբեջանցիները հիշեցնում են, որ կարող են նաեւ ռազմական ճանապարհ բացել, դրա համար վարչապետի գրասենյակը հիշեցնում է, որ դրա կարիքը չկա, մենք պատրաստ ենք առանցնել բացել գլխիները։ Սկզբունքային տարբերություն կա խաղաղության հայկական ու ադրբեջանական պատկերացումների միջև, ասում է քաղաքագետը։ Եթե Հայաստանի իշխանությունը այն հռչակել է հիմնական նպատակ, ապա Ադրբեջանը դա համարում է միջոց նպատակներին հասնելու համար։ Ի դեպ, ըստ փորձագետի, այդ միջոցը կարող է եւ խաղաղության փաստաթուղթ լինել, եւ օրինակ պատերազմը, միայն թե իրագործվեն նպատակները։ Հերու չէ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարից։ Ասում եմ, այսպեսին չպիտի լինի մեր դիրքորոշումը, առավել եւս որ որևէ հույս այս պահին չկա, որ անգամ բոլոր զիջումները կատարելուց հետո մենք ի վերջո կհասնենք խաղաղության։ Ադրբեջանը կստորագրի ամեն ինչը միայն այն դեպքում, եթե տեսնի, որ արդեն որևէ լրացուցիչ բան փոխել չի կարող։ Եթե որևէ թուղթ են ստորագրում կողմերը, ապա պետք է լինի առանց նախապայմանների, հատկապես այն դեպքում, երբ փաստաթուղթն էլ իր բովանդակությամբ ըստ քաղաքագետի առանձնապես մեր շահերից չի բխում։ Հակառակ դեպքում կրակելու մասին անընդմեջ ստերին ու առաջ քաշվող նախապայմաններին զուգահեռ փուլ են գալիս խաղաղություն կնքելու մասին բոլոր միֆերը։ Ոչ թե գրիչ, այլ զենք է պատրաստվում գործի դնել 21-րդ դարի հանրահայտ բռնապետը։ Հասարակության համար երբեմն տեսանելի չէ այն ահռելի աշխատանքը, որը կա անշունչ տեքստերի հետևում։ 2024-ի մայրաքաղաքային 94.5% կատարած բյուջեն ավականուն ներկայացնելիս պատասխանատու պաշտոնյան է ասում։ Հավակնոտ քաղաքային ծրագրի հետ են գործ ունեցել, նաև դասեր քաղել, չդիտարկել 1 տարվա կտրվածքով, հնգամյա զարգացման ծրագրի մի մասն է, նշում է։ Այն աշխատանքները կամ միջոցառումները, որոնք որ ապահովել են կամ մեկնարկել են 24 թվականի ընթացքում, այս կամ այն չափով քաղաքային իշխանությանը եւ համայնքին մոտեցնում են հնգամյա պլանով ամրագրված հանձնառությունների ամբողջ ծավալով կատարմանը։ Իսկ ինչը չենք կատարել կամ արել ենք թերի, այստեղ ընդդիմությունից միանգամից են հարցնում։ Այն ծրագրերը եւ այն միջոցառումները, որոնք ծրագրի շրջանակներում պլանավորված են, իրենց բնույթով ենթադրում են ծավալուն շարունակական աշխատանքներ։ Այսինքն, ինչ որ մի կոնկրետ բան 1 տարվա ընթացքում անել եւ ավարտելու մասին չի խոսքը, այլև հիմնականում ստրատեգիական բնույթի նախաձեռնություններ են սրանք։ Մեր խոշոր հիմնական ծրագրերով թերակատարումներ որպես այդպիսին չունենք։ Այսինքն մեր նախընտրական խոստումների ծրագրով ունենք ծրագրեր, որոնցից առհասարակ հրաժարվել ենք եւ դրանց մասին բարձրաձայնել ենք, մասնավորապես փողոցային մի քանի հանգույցներում քաղաքաշինական որոշակի լուծումներից։ Տրանսպորտի հարցը քաղաքում շարունակում է արդիական մնալ, ավականին որոշեց զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող մեր երկրի բոլոր քաղաքացիների համար տրանսպորտը դարձնել անվճար։ Տրանսպորտի սակագնի հետ կապված ընդդիմությունն էլ նախագիծ ուներ։ Մայր Հայաստանը տասնյակ հազարավոր քաղաքացիների ստորագրություն է բերել քաղաքապետարան, որ մեկ ուղևորությունը արժենար 100 դրամ, տրանսպորտային փաթեթներով էլ ավելի էժան։ Քաղաքային իշխանությունը սակայն նիստին չեկան։
այն չկայացավ։ Շատ լավ իմանալով, որ Մայր Հայաստանը բացի քաղաքական գնահատական հնչեցնելուց նաև փաստեր, թվեր, վիճակագրություն ա վերհանում, որը հերթական անգամ այդ տիղմը հանում ա ջրի երես, որ կա այդ համակարգում, նաև դրանից վախենալով, խուսափելով, իրենք դեմարշ արեցին։ Դահլիճից դուրս էլ կրքերը թեժացան, հարկից հարկ է իշխանության ու ընդդիմության բանավեճը։ Մարտի 19-ին Մերսեդեսը Երևան-Սևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվելով քարերին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում քարերի վրա։ Վարորդին ու ուղևորին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի բարեկները։ Նրանք տեղափոխվել են Հրացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվ են գործել փրկարարծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Իդեպ վարորդն ու ուղևորը փրկվել են ամրագոտու շնորհիվ։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ եւ Աբովյանի հրշեջ փրկարարների եւ Կոտայքի մարզի գումարտակի բարեկների օգնությամբ դուրս են բերվել եւ մոտեցվել են վիրավորները շտապօգնության ավտոմեքենաներին եւ բժիշկները Աբովյան բժշկական կենտրոնի մինչեւ հիվանդանոց տեղափոխելով վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Մարտի 19-ի 36-ամյա հարությունն էլ Volkswagen ID6-ով Երևան-Գյումրի ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում շրջվել է։ 3 հոգի աշտարակ բժշկական կենտրոն են դիմել, սակայն հրաժարվել են մնալ այնտեղ։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Վարորդը եղել է սթափ։